Շարունակում ենք ծրագիրը հարգելի հեռուստադիտողներ եւ արդեն մեր տաղավարում է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Եվ պիտի խնդրեմ վերլուծություններ նախ եւ առաջ Հայաստանից, եթե կարելի է, ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Համենայն դեպս ասեմ, Քոչարյանի ասուլիսին էլ չենք անդրադարձել իր հայտարարություններին, այդ ասելուսին շատ տարօրինակ, չենք անդրադարձել նաեւ փաստին, ձեզ հետ վերլուծության իմաստով, որ երկու ընդդիմադիր խմբակցությունները մերժում են Էդմոն Մարուքյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում, բայց այս առաջադրումը ինձ հիշեցնում է Վազգեն Մանուկյանի առաջադրումը, նույն այդ երկու խմբակցություններն էլ դրան համաձայն էին, հիմա որքանով սա կարող է։ Բայց հիմա համաձայն չեն երկու խմբակցությունները։ Հիմա հայտարարեցին, որ համաձայն չեն, բայց ասեմ, տարբերություն կա։ Նախ ասեմ, ինչքան ճիշտ եք անում, որ շատ չենք անդրադառնում, որովհետև որտեղ մենք ժողովրդին անիմաստ շեղելու խնդիր չունենք։ Ես օրինակ միշտ իրականում պետք է բացատրել սա, որ երբ որ մենք անդրադառնում ենք ավելի շատ արտաքին քաղաքականությանը, ուրեմն նախ մենք ամերիկահայության մասով պարտավոր ենք ուրեմն ամերիկյանը առաջին հերթին անդրադառնալ, հա, ամերիկյան զարգացումներին, բայց ստացվել է այնպես, ասում է երկուսը մեկում, որ հիմա Ամերիկայի զարգացումներից ոչ միայն ամբողջ աշխարհը, այլ նաև Հայաստանն է կախված, այսինքն մենք գիտենք, որ Ամերիկան էր վերջին տարիներին ուղղակի Հայաստանի անվտանգության երաշխավորը չգրված չասված, բայց մենք զանգերով կանխում էր եւ այլ եւ այլ։ Հիմա այլ process-ներ է տեղի ունենում եւ երբ որ մենք անդրադառնում ենք միջազգային զարգացումներին, հավատացեք, մենք շատ ավելի կարեւոր գործով ենք զբաղված, քան այն ինչը որ Հայաստանում է կատարվում, այո։ Էդմոն Մարուքյանի առաջադրումը։ Բնականաբար ես ասեմ դե սա ներքաղաքական պայքար է։ Եվ սա ընտրություններին դիրքավորվելու բան, այսինքն չէ, ես համաձայն չեմ այդ մասով, որ դա Վազգեն Մանուկյանի, տեսեք, Վազգեն Մանուկյանի վերակենդանացնելը, որտեղ այդուամենայնիվ չես համեմատի այդ ֆիգուրներին։ Բայց դա էլ տրամաբանություն չկար, Արմենով պիտի իրեն։ Չէ, գիտեք, այնքանով կար տրամաբանություն, որտեղ կար փողոցային պայքար։ Այսինքն այդտեղ կար ընդդիմություն, որը փորձում էր ընդհանուր միասնական առաջնորդ, որը փորձեց փողոցային պայքար։ Հիմա մենք չենք անդրադառնում, որքանով էր դա արդարացված, որքանով էր ուսումնասիրված, որքանով էր տեղին, որքանով էր անտեղին, դա մեր գործը չի, որովհետև անկեղծ ասած, հիմա եթե հայտարարում ենք, որ ժողովրդավարական երկիր է, ընդդիմությունը իրավունք ունի դուրս գալու միտինգի եւ այլն, ինչ տեխնացու ընտրի, ինչ ուզում անի։ Բայց այս մի process-ը սա ավելի նախընտրական էր եւ ամենայն անկեղծությամբ ասեմ, սա ավելի շատ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան պայքարն էր։ Մեր քաղաքական դաշտը մեծամասամբ բաժանված է։ Մի կողմից Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, մյուս կողմից Ռոբերտ Քոչարյան։ Եվ ինչն է խնդիրը, քանի որ բնականաբար Պուտինը ինչ որ մի պահից հասկացրեց, ուրեմն, որ ինքը ուզում է ոչ թե հավատարիմ իշխանություն իրեն, այլ ինքը ուզում է Հայաստանը, այսինքն ինքը ուզում է Հայաստանը, ինքը ուզում է մեղրին տա Ադրբեջանին, այդտեղ ստանա Ադրբեջանի հետ միասին մեղրին վերահսկելու գործընթաց, իդեպ, որպեսզի ինքը կարողանա մեղրին վերահսկի, իրեն նաև պետք է Հայաստանը, եթե ինքը չունեցավ Հայաստանը եւ ինքը տալիս է մեղրին Ադրբեջանին, բարձա չէ, որ եւ ինքը դες հաշվարկել, առանց մեղրի միևնույնը Հայաստան չի կարող լինել, եւ ինքը ասում է ոչ, ինձ այլևս Հայաստանում հավատարիմ իշխանություն պետք չի։ Ինձ Հայաստանում պետք է գուբերնատոր, որի դերը իդեալական տանում է Ռոբերտ Քոչյանը։ Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան զույգի պարագայում, սա այն վերլուծությունն է։ Իրանց պետք է անկախությունը, որովհետև ունեցվածք կա, որտեղ բաժանած է երկիրը եւ բնականաբար իրանց պետք է, որպեսզի իրենց ունեցվածքը լինի պաշտպանված, այսինքն որպեսզի Ռուսաստանից ինչ որ մեկը չգա ու չասի ունեցած գրի իմանով եւ փախի։ Այսինքն, բայց բոլորի դեպքում էլ հավատարմությունը եւ դեպի Պուտինը, հա, զգաստ, հավասար Պուտին։ Հիմա այս պարագայում, այս իրավիճակում ընտրություններ է գալիս մի տարուց եւ բնականաբար Պուտինը փորձելու է ուրեմն ակտիվ ավելի շատ տեղ վերցնել գուբերնիայի կողմնակիցների շարք, հասկացաք, այսինքն ուժեղացնել գուբերնիա, կստացվի կվերցնի, չի ստացվի, ինքը մեկը գիտի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էլ է իրան հավատարիմ, ոչ մի խնդիր չկա, որովհետև տնտեսությունը քանի ԵԱՏՄ-ում ենք, քանի ինքը վերահսկողություն ունի Հայաստանի տնտեսության վրա, ինքը պրոբլեմ չունի։ Քանի Հայաստանը օգնում է զուգահեռ էքսպորտին, ես այդ թեզը ասել եմ։ Բայց դիվերսիֆիկացիայի մասին անընդհատ է ասվում, այսօր Արարատ Միրզոյանն էլ ասաց եվրոպացիներին։ Թվերը։ Նաև Միացյալ Նահանգները։ Թվերը։ Մենք տնտեսությունը մաթեմատիկա է։ Դիվերսիֆիկացիան մեկ օրվա բան չի։ Չէ, դե 5 տարի անցել է պատերազմից հետո, մի կորվա չի։ Հիմա թվերը կգա տարվա վերջ, այս տարվա վերջ, կտեսնենք, թվերով, մենք խոսենք թվերով։
ուրեմն հլավոր իջնում է Եվրամիության ԱՄՆ-ի հետ առևտուրը, բարձրանում է Ռուսաստանի հետ։ Թվերը կգա, մենք պրագմատիկ մարդ ենք, մենք չենք խոսում մոտի մեջ բարի ցանկություններով, մենք վերլուծում ենք ըստ թվերի, փաստերի, այսինքն ուրիշ ձև չենք էլ կարող, իրավունք էլ չունենք մենք բարի ցանկություններով խոսել, հա, թվերով։ Դրա համար այս իրավիճակում Պուտինը նաև Հայաստանի ես քանի անգամ այդ հարցի Մալիքով ես այդտեղ ասել եմ, որ քանի Փաշինյանը օգնում է Պուտինին ուրեմն բան անել, այդ հիշում եք անգամ այդ հայտարարությունների վրա, որ իբր Հայաստանի սպառնում են, որ արևմուտք գնաք, մենք ձեզ, այսինքն այդ ամեն ինչը արվում ավելի շատ նրա համար, որ արևմուտքի մոտ Նիկոլ Փաշինյանի հանդեպ վստահությունը չսասանվի, որտեղ ամբողջ զուգահեռ էքսպորտի մի զգալի մասը գալիս է Հայաստանով։ Եվ այս առումով Պուտինին ձեռնտու է, ինչ որ հիմա կատարվում է, մեծ հաշվով, բայց ինքը վերջնական քաղաքական նպատակը իրան պետք է Հայաստանը գուբերնիա, որը չի ուզում այս թևը, այսինքն չի ցանկանում։ Մարուքյանի դերը ո՞րն է լինել։ Հիմա Մարուքյանի պարագայում որն է, Սերժ Սարգսյանին պետք էր ներգրավել այս խաղի մեջ անձամբ Ռոբերտ Քոչարյանին, իրան պետք չէր։ Դրա համար իրենք ինչ ասես պատիմ ունեն, եթե Ռոբերտ Քոչարյանին առաջադրեք, մենք կպաշտպանենք, ինչ էր պետք անել։ Հանել փողոց, բնականաբար եթե Ռոբերտ Քոչարյանին առաջադրում էին, պետք է ակտիվանալ, պետք է դուրս գալ փողոց, false start։ Այսինքն նորից հիասթափություն, ժողովրդի կողմից բարձր ոչ մի բան չի լինելու։ Ակնհայտ է, չէ՞ որ ժամանակից շուտ է, նախընտրական էլ չի։ Դու մի տարի առաջ ընտրություններից հանում ես փողոց, որ ինչ անես, ճիշտ է։ Այսինքն այս ամբողջ process-ը նրա մասին էր Ռոբերտ Քոչարյանի դիրքերը թույլատնելու։ Մարուքյանը զապաս տարբերակ էր, կոպիտ ասած ըստ էության, որը չգիտես ինչի այդ ամեն ինչից ոգևորվեցին Հովիկ Աբրահամյանը, ինչ կապ ունեն իրանք, հասկանում եք, այսինքն հենց սա է հուշում, որ քաղաքական դաշտում ովքեր են դերակատարները եւ ոնց են խամաճիկներին խաղացնում։ Ղասարյանը ասել էր, ես գիտեմ, որ ես կընտրվեմ վարչապետ, բայց չեմ ուզում թող գամ։ Այ հենց էսա, տեսեք, իրանք ԿՊ-ից էին, իրանք դուրս եկան, վերցրեցին ինչ որ Սերժի օրակարգը եւ այլ, այսինքն հասկանում եք, այ հենց էսա խոսում, որ ամբողջ քաղաքական դաշտը մանիպուլացվում է 1-2 հոգու կողմից, հասկանում եք, լավ երեք թող եւ այլն։ Գնանք գովազդային դաթարի, կվերադառնանք, շարունակենք թեման։ Բայ-Դուբայ դաթեյեմ, այո, Բայ-Դուբայ դաթեյեմ։ Դարձեք անշարժ գույքի սեփականատերը Դուբայում Բայ-Դուբայ դաթեյեմի օգնությամբ եւ մենք ապահովենք Արաբական Միացյալ Էմիրությունների ձեր ռեզիդենտության քարտը։ Արաբական Էմիրություններում առանց տոկոսագումարի ձեռք բերեք անշարժ գույք սկսած $140,000-ից, ստանալով մինչև 15% եկամուտ Բայ-Դուբայ դաթեյեմի օգնությամբ։ Մեզ հետ կարող եք կատարել եզակի ներդրումներ Mercedes-Benz, Bugatti, Burj Khalifa եւ Դամակ ճարտարապետական գլուխգործոցներով հայտնի MR եւ Bingatti-ի հեղինակավոր կառուցապատողներին պատկանող անշարժ գույքի շուկայում։ Կատարեք ձեր ներդրումը ֆինանսական ժամանակակից երկնաքերերի, շքեղ հյուրանոցների, ոսկեփայլ լողափերի եւ ֆինանսական բարձունքներ նվաճելու քաղաքում։ Բայ-Դուբայ դաթեյեմ։ Մեր տաղավարում է Արմեն Չիբուխչյանը, արգելի հեռուստադիտողներ, եւ թերևս պարոն Չիբուխչյանը կամփոփի գովազդից առաջվա թեման, Էդմոն Մարուքյանին փորձում են առաջադրել վարչապետի տեխնացու։ Այո, փորձում էին։ Ամփոփելով հետեւյալը, հիմա որն է ինչ Էդմոն Մարուքյանի առաջադրումը, հիմա վերջնականապես ընդհանրապես այն մարդկանց, որոնք կապ չունեն, եւ հետաքրքրական է գիտես ինչն է զարուրելի, որ ուրեմն Քլս TV-ին ամենօրյա ռեժիմով տալիս ամեն օրյա ռեժիմով խոսացնում էր այդ ինչ որ նախաձեռնողը չկա, թռել է, արդեն ինքը կապ չունի, չէ, ասենք ծրծամը տվել է, կներեք այդ բառի համար եւ չկա, դե տենց է ստացվում, չէ։ Հիմա լրիվ ուրիշ մարդիկ վերցեցին օրակարգը եւ այլն, եւ ամեն օր այդ օրակարգը լրատվական դաշտին կերակրում էր, փուչիկ օրակարգ, ի սկզբանե զրոյական, դե Քոչարյանն կասին, մենք դրա համար չենք վերցնում, որովհետեւ դա փուչիկ է, դա ընդհանրապես իրականացվող բան չի հիմա։ Եվ հա տեսեք ինչ եղավ։ Էդմոն Մարուքյանի տարբերակը, ես երեք իմ լայվում մի տարբերակ տվեցի, բայց ենթադրում եմ, եկեք չբացառենք երկրորդ տարբերակը։ Սա Քոչարյանի կամ պատասխան քայլ էր Ռուսաստանի կողմից Սերժ Սարգսյանին վարկաբեկելու, որովհետև ուրեմն կոպիտ ասած, տեսեք, չպաշտպանեց, այսինքն ուզում էիք Քոչարյանին դեմ տայիք։ Այսինքն ամբողջ այս պայքարը աշխատում են հականիկոլական զանգվածի վրա, հա, այս ամբողջ այսինքն սրանց պայքար հիմա ընտրությունների ժամանակ վերցնել Նիկոլ Փաշինյանի եւ ԿՊ-ի դեմ զանգվածը իրանց կողմը քաշելն է։ Մոռանանք, որ Մարուքյանի անունը կապվել է ժամանակին եւ մինչեւ այսօր էլ երևի թե Միքայել Մինասյանի հետ։
Գիտեք ինչ, այդ տիպի մարդկանց անունը, ասեմ ձեզ, հիմա չեմ իշի անունը, կապվում էր ինչ-որ վանաձորցի մի ռուսական, ինչ-որ անգամ քրեածին ասում են օլիգարխի հետ, ու մետ ասես կապել են, ուրեմն ես ոչ մի բանի վրա չեմ զարմանա, անկեղծ ասած, ես մի բան եմ տեսնում, որ իրանց քարոզչությունը, այսինքն նարատիվները ռուսականը, պահվածքը ռուսականը, հիմա թե Միքայել Մինասյանն հետ է կապում, թե ինչ-որ վանաձորցի ռուս օլիգարխի հետ է կամ ռուսահայ օլիգարխի հետ է կապում կամ ինչ-որ մի քրեական տարի կամ երրորդի կամ չորրորդի կամ այդ ասենք չենք կարող հստակ ասենք, մենք ըստ էության կարող մի բան հստակ ասենք, այն որ ինքը առաջատանում ռուսական շահերը, այն որ ասում էր գնացեք նոյեմբերի 9-ը ռուսը, այն որ պարզաբար ռուսները չեն կարող երաշխավորել մեզ ճանապարհը, ասենք եւ չեն կարող մեզ երաշխավորել անկախությունը, ինքը մեզ դրդում է գնալ նոյեմբերի 9-ի 9-րդ կետ, այսինքն այն որ լրիվ ռուսական օրակարգի մեջ է հիմա կամ այդ Մոն Մարուքյանի առաջադրումը պատասխան քայլ էր գուբերնիայի կողմնակիցների կողմից, հա, կոպիտ ասած, որ իրանք է Սերժ Սարգսյանին դեմ տվեցին, կամ Սերժ Սարգսյանը մեկ այլ ռուսական տեխնացուով փորձեց ցույց տալիս, տեսեք Քոչարյանը այդ առաջ չտարավ այդ օրակարգը, այս մարդը, այսինքն էսեւ մեկը ռուսները տանում են առաջ։ Ուզեց կիսի այս առումով ասենք ոնց որ քոչարյանական ասենք այդ գուբերնիայի կողմնակիցների ճամբարի մեջ պարակնից։ Երկու տարբերակն էլ ասում լեգիտիմ են, այսպես ասած, կարող ենք քննարկել, բայց մեծ հաշվով ավելի լավ է դրա մեջ չմտնենք ընդհանրապես, որովհետև դա մեր ժողովրդին շեղում է եւ ոչ մի բան չի տալի։ Քոչարյանի ասորցի հետ կապված էլ ուրեմն միայն երկու բան եմ կարդացել, այդ երկու բանը լրիվ բավական է, իմաստ չունեմ լսել, որտեղ ինչ լսել, դե արդեն իմ խոսքի մեջ ասեցի, իմ խորին համոզմամբ նա գուբերնիայի կողմնակից է։ Նրա համար Հայաստանի անկախություն, ասեց, ես կլուծեմ հարցը, ես հարց լուծող տղա եմ, կոպիտ ասած, հարցը լուծելու է Հայաստան չլնելով։ Այդ իմ համար այդ իմ խորին համոզմունքն է տարիների, այո։ Իր ամբողջ ասենք այդ գործունեությունը, իր այդ անցած ճանապարհը Հայաստանը ուղղակի այսինքն այս որ Հայաստանը այսօրն է դրա մեծ այսինքն որ Հայաստան պետությունը չի կայացրել պարտվեցինք պատերազմում այդ մեղավորության ամենամեծ ամակներից մեկը ունի Ռոբերտ Քոչարյանը գուբերնատոր դառնալու ակնկալը բնականաբար այսինքն ինչ քննարկենք Քոչարյանի ասորցը նայել չի կարելի ընդհանրապես իմ խորին համոզմամբ հա եւ երկրորդը որ ասեց որ Նիկոլ Փաշինյանը իրանից հարուստ է դաժե աբիտնը ռուսերեն բառով ես կրկնում ցիտում եմ իրան չմտածեք ես եմ ասում դա իմ բառերը չեն դաժե աբիտնը այսինքն դուք պատկերացնում եք մարդը չի թաքցնում որ ենթադրենք ինքը ճիշտ է ենթադրենք Նիկոլ Փաշինյանն իրենց 10 անգամ թանկա ու դաժե աբիտ գիտեք ինչ է ստացվում հասարակ լսողը մտածում է այսինքն ես sense հասկացա Քոչարյանը ասում է ես կերա հարստացա այդքան կերա Նիկոլ Փաշինյանը ինձանից շատ է կերե դաժե աբիտնն է հասկանում եք այսինքն 200 միլիոնը ինքը ընդունում է ճշտության բացահայտված է բա մեկը հարցնի որտեղից քեզ է 200 միլիոնը Լավ ասենք թե Նիկոլ Փաշինյանը ես իհարկե չեմ հավատում դրան որ Նիկոլ Փաշինյանն իրենց 10 անգամ է բացարձակ չեմ հավատում բայց հարցը դա չի մեկը հարցնի որ դու ընդունում ես որ դու հարուստ ես ու դաժե աբիդն է որ մեկը քեզանից հարուստ է ո՞նց ես հարստացել այսինքն կարող է սա ինքնախոստովանություն դիտարկել չմտածված ինքնախոստովանություն Լավ, անցնենք նաև Միացյալ Նահանգներից լուրերին, նախ փաստին անդրադառնանք, որ նախատեսվում է արդեն ռուս-ուկրաինական բանակցություններ Վատիկանում Թրամփը հայտարարեց։ Բայց հələ ես այս պայդրությամբ չունեմ, որ Ռուսաստանը համաձայնվել է կամ հաստատվել է Վատիկանում։ Տեսեք, Թրամփի մի բան կարող ենք փաստել, Թրամփի հեռախոսազանգը տապալվել է։ Ոչ մի պայմանավորություն ձեռք չի բերվել ըստ էության Թրամփը ըստ էության գցեց եվրոպացիների եւ ռուսների ուկրաինացիների վրա ուղիղ բանակցությունների հետ կապված Զելենսկին հայտարարեց իր կարմիր գծերի մասին Պուտինը ֆռացրեց որպեսի բերի ժամանակ շահի փորձի իր նախապայմանները առաջ տանի ես թերը հավատեմ որ անգամ եթե այդ բանակցությունները այսինքն ես որքան հասկանում ուկրաինացիների գլխավոր նպատակը հետեւյալն է այն պայմանավորությունը որ 1000-ը վրա փոխանակում պետք է արվի գոնե իրենց ուրեմն գերիներին կարողանան հետ բերեն այս պայմանությամբ այսքանը բայց վաղը մյուսօրը հետարքի զարգացումներ կա Լավրովի այցի հետ կապված խոսենք անպայման Իսկ այսօր մեր ծրագիրն ավարտվեց հարգելի հեռուստադիտողներ ցտեսություն կհանդիպենք վաղը Հաջողություն